Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ է Տեր Հիսուս Քրիստոսի խաչին զորությունը։ Քրիստոսի խաչը մեր հավատքի վահանն է։ Մեր սուրն է ընդեմ աներևույթ թշնամին։ Մեր հույսն է, մեր զորությունն է։ Ճիշտ է, որ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան դոնը կպատրաստվենք տոնելու, սակայն սիրելիներ, եկեղեցու Սուրբ հայրերը Քրիստոսի Սուրբ ծննդյան մեջ են արդեն տեսած են հերուն Քրիստոսի խաչելությունը, որովհետև Քրիստոս չեկավ որպես սովորական մարդ այս աշխարհի մեջ ծնելու, ապրելու, մեռնելու եւ վերջ, այլ Քրիստոս եկավ, ծնավ, մարմնացավ, մարդացավ վասն մերո փրկության, մեր փրկության համար եւ խաչապայդին վրա մեր բոլորի մեղքերը քավեց մեր մեղքերը եւ մեզի հույսը տվավ հավիտենական կյանքի ու փրկության։ Զուր դեղ չէ սիրելներ, որ Քրիստոս մանուկ Հիսուսը երբ ծնավ մսուրի մեջ դրին, փայդե մսուրի մեջ, այդ փայդե մսուրը նաեւ խորհրդանիշ բիդլար Քրիստոսի խաչին, խաչապայդին, ինչպես որ մանուկ Հիսուսը մսուրի մեջ հանգչեցավ, այդպես ալ Քրիստոսի մարմինը խաչին վրա հանգչեցավ եւ այդտեղ կավեց մեր մեղքերը։ Զուր դեղ չէ որ Հիսուսի այցի եկած մոքերը արևելքեն իրենց հետ բերին 3 նվերներ՝ ոսկի, գնդրուկ, այսին խունգ եւ զմուրս։ Ոսկին խորհրդանշելով Հիսուսը որպես թագավոր դիեզերքի, գնդրուկը, այսին խունգը որպես Հիսուսը դիտելով որպես քահանայապետ, իսկ զմուրսը ինչի համար գործած էին։ Մեր յանները զմրսելու։ Ահա սիրելներ, մոքերը գարձեք մարգարեացան, որ այս մանուկը պիտի մահանար ամբողջ մարդկության մեղքերու քավության եւ թողության համար։ Սիրելներ, ես այսօր ցեզի գուզեմ պատմել խաչի հրաշագործ զորութենեն իրական թրվակը, որ դեղի ունեցած էր 1546 թվականին։ Ֆրանսիս Հավիեր, կաթոլիկ եկեղեցվո սուրբերեն մեկը, որ կհամարվի սիրելներ Սուրբ Պողոս Առաքյալեն ետք, առաջին առաքելություն կատարողը, որ ամենեն շատ մարդիկ Քրիստոսի վերադարձուց հատկապես հերավոր արևելքի մեջ։ Անիկա քարոզեց Հնդկաստանի մեջ, Չինաստանի մեջ, Ճապոնիայի մեջ, Մալեզիայի մեջ եւ այսպիսի բազում վայրեր եւ շատ մարդիկ Քրիստոսի վերադարձուց։ Անիկա կհամարվի նաեւ համահիմնադիրներեն մեկը Հիսուսյան միապանության, ժեզուիտ միապանության, որ կաթոլիկյան գարք է։ Ուրեմն կպատմվի իր կյանքի մասին, թե ինչպես 1546 թվականին ինք ծնած էր 1506-ին եւ մահացած 1552 թվականին։ Ուրեմն 1546-ին, երբ նավակ մտած գմեկներ թեպի Մալակա, որ այսօրվան Մալեզիան է, ճանապարհը ամեն ինչ խաղաղ կընթանար, բայց հանգարց գսկսի ծովը ալեգոծիլ, ահավոր քամի, փոթորիկ, ծովու ալիքները կբարձրանան եւ կսկսին հարվածել նավակին։ Նավաստիները կսարսափին, ամեն մեկը հաստատ արարգայիմը իրեղենիմը կբռնվի, որբեսի նավակեն դուրս չինա։ Բայց մոլեկնած էր ծովը, խելակարված էր եւ ահավոր ալիքներ կհարվածեին նավակին, այնպես որ նավակը պիտի խորտակվեր։ Ֆրանսիս Հավիերը այս սուրբը գմոդենա խաչը, իր խաչը ունեցած խաչը գարդե եւ ալիքներուն մեջ գիչեցնե եւ գխնդրե Աստուծմե, որ խաչին զորությամբ խաղաղեցնե այդ փոթորիկը եւ իսկապես զարմանալի թեփ կբադահի,
Կարծեք աներևույթ ցերկը փոլոր այդ ալիքները յետ կմղե այնպես որ շատ արագ ալիքները գանհետանան փոթորիկը գթաթրի գխաղաղի եւ ծովը հայլի նման փայլուն գթարնա ամենքնալ աստուծո փառքուտան Ֆրանսիս Հավիեր այս սուրբը դխրությունը գաբրի կտեսնե որ խաչը որ թրած էր ճուրին մեջ իր ցերկեն սահած էր եւ այդ ծովու խորունգ վայրերը կացած էր շատ կդխրի որ իր սիրած խաչը գգորսվի խերով փարով ծովեզեր կհասնին հաջորդ արաբոտ Հավիեր գերանա մարտոցմե եւ գուկա ծովեզերքը ծայրը Ձունգի գուկա որբեսի իր աղոտքները նե արաբոտյան հանգարց աչքին փայլք մգզարնե եւ գտեսնե խեչապարմը քրեբը որ ձովեն դուրս գուկար եւ այսպես իր ոտներով քալելով թեպի իրեն գմոդենար եւ այս խեչապարը գմոդենա Սուրբ Ֆրանսիսի թիմաց ոտքերուն թիմաց եւ Սուրբ Ֆրանսիս կդեսնե որ խեչապարի մեկ ուրեմն ջանգին մեջ կգտնվեր իր խաչը խեչապարը սիրելներ այդ խաչը ճուրին մեջ են կդած աստուծո գոմի առաջնորդված էր եւ փերած էր յետ վերադարձնելու Սուրբ Ֆրանսիս Հավիերին Սուրբ Ֆրանսիսը գարնե այդ խաչը խեչապարին ջանգին մեջ են եւ գորտնե խեչապարը եւ սիրելիներ հավասիկ բատկերը թե ինչպես Սուրբ Ֆրանսիս Հավիերը գորտնե խեչապարը սիրելներ եւ մինչեւ այսօր խեչապար մգա այդ շրջանի մեջ շատ հրճագավոր է որ գոչվի Կարիբտիս Ֆերիաթա այդ խեչապարը սիրելներ մինչև այսօր իր իհիշադակ ուրեմն այս հրաշքին գսվի իր բադյանին վրա մշտապես Քրիստոսի խաչի նշանը գգրե գտեսնեք հավասիկ խաչը տեսեք սիրելներ ինչ զարմանալի ուրեմն նշան խաչի նշանը մնայուն մինչև այսօր այս Կարիբտիս Ֆերիաթա ուրեմն խեչապարը Քրիստոսի խաչի նշանը գգրե ավանդությունը գսե ըստ ուրեմն իհիշադակ Սուրբ Ֆրանսիս Հավիերի խեչապարը օրհնելուն սիրելի քույրեր եղբայրներ Քրիստոսի խաչի ներկայությունը ամենուրեք է ամեն դեղ Քրիստոսի խաչի ներկայությունը կտեսնենք նույնիսկ մեր ցերկեր երբանանք Քրիստոսի խաչը սիրելներ ցույց կտանք եւ մեծակույն սերը որ սերն է խաչի սերն է ինչպես որ երբ երեխայի մը գսես որքան գսիրես ինձի եւ եթե այդ երեխան քեզի շատ կսիրե գսես ցույց ու որքան գսիրես ինձի այդ երեխան բարերով չսեր թե որքան գսիրե այլ իր ցերկերը գփանա լայն գփանա գդարածե իր ցերկերը փազգադարած այդ վիճակին մեջ գվազե վրատ եւ գսե այս կան գսիրեմ քեզի սիրելի քույրեր եղբայրներ խաչելության պատկերին այնք խաչյալին այնք եւ հարցնենք Հիսուսին Հիսուս հայրիկ որքան գսիրես ինձ եւ ահա տեսնենք խաչը տեսնենք սիրելներ դիտենք խաչին ու պիտի տեսնենք որ Քրիստոսի ցերկերը միշտ բաց են Քրիստոսի ցերկերը երբեք չեն փակվիր խաչին վրա որովհետեւ ադիգա Քրիստոսի սիրո անհունությունը ցույց կտա հետեւաբար եկեք թիմենք խաչյալին սիրելներ Քրիստոս իր ամբողջ սերը հայտնեց մեզ նկատմամբ
մեր նկատմամբ, որբեսի մենք կարողանանք սրբությամբ ապրիլ։ Հիսնագի բահեցողության ժամանակաշրջանի մեջ ենք։ Գուղվինք թեպի սուրբ ծնունդ եւ աստվածահայտնությունը դոնելու։ Սիրելիներ, միշտ հիշենք, որ Քրիստոս ծնավ մեր սիրուն համար։ Ծնավ, որբեսի մենք կարողանանք սիրելներ սրբությամբ ապրիլ։ Եկեք պատրաստվենք, մեր հոգիները պատրաստենք, որբեսի խոնար, մաքրված, մսուրի վերածենք մեր սիրտը եւ Քրիստոս այդտեղ ծնի։ Աղոթենք նաեւ մեր ազգին համար, որ ներթաշնագություն, խաղաղություն հաստատվի եւ Քրիստոսի սերը հաստատվի մեր ազգի զավակներու միջև ու մեր հայրենիքը դառնա մեծ մսուրի, որբեսի Քրիստոս արքան այնտեղ ծնի։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։